Մեկ դար առաջ սկիզբ առած կինոարտադրության ավանդույթների և խորհրդային դարաշրջանի հայտնի ռեժիսորների հայրենիքն այժմ ձեռնամուխ է եղել հայկական կինոն համաշխարհային քարտեզին վերադարձնելու իր ամենահավակնոտ գործին։ Այս տարվա Կաննի կինոփառատոնում այդ ձգտումը արտահայտվում էր ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի տաղավարում։ Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան համալիրը դարձել է տպավորիչ խորհրդանիշ Հայաստանի կինոարդյունաբերության համար, որը զգացնել է տալիս իր ներկայությունը համաշխարհային հարթակում։ Հայաստանի և հայկական կինոարտադրության համար ոգևորիչ այս բառերով է սկսվում ֆրանսիական հայտնի Le Film Français ամսագրի Cannes Market News հավելվածում հրապարակված լրագրող Լիզա Ֆորմանի հոդվածը։ Առաջին անգամ է Կաննի պաշտոնական լրատվամիջոցը ընդարձակ անդրադարձ կատարում Հայաստանին, ամսագրի առաջին էջին տեղադրելով Հիսուս Քրիստոսի արձանի և Հայաստանի բնապատկերների համադրությունը, փոքր ազգ մեծ հավակնություններ նշանաբանով։ Այսպիսով Հիսուս Քրիստոսի արձանի նկատմամբ միջազգային հետաքրքրությունն ավելանում է մեծ արագությամբ։ Արձանի լուսաբանման առաջարկների բազմազանությունը հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել միասնական կառույց, որը կկազմակերպի միջազգային խմբերի այցելությունները, առաջարկելով կինոաշխարհի ներկայացուցիչներին համատեղ բացել Հայաստանի հետ գործակցության նոր էջ իրենց կարիերայում։ Շատ ծավալուն աշխատանք ենք կատարել այս տարի, հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ֆեդերացիայի գործընկերներին, Ծառուկյան հիմնադրամին։ Անհամբեր սպասում ենք նոր հանդիպումների արդեն Հայաստանում։ Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական կամուրջի ղեկավար Պասկալ Դիոդի և նրա թիմի հետ պայմանավորվածություն կա, որ սեպտեմբերին Վենետիկում կայանա Հիսուս Քրիստոսի արձանի և բացահայտիր Հայաստանը ծրագրի ընդարձակ շնորհանդեսը։ I would like to deliver this message to all the Armenian. Մեր նպատակն է Վենետիկում ընդունել կինոոլորտի մասնագետներին, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք սկսել ինստիտուցիոնալ համագործակցություն Հայաստանի հետ։ Հոյակապ տարի է սպասվում, որովհետև դա կլինի Վենետիկի արդյունաբերական կամուրջի 15-րդ թողարկումը, և այսպիսով ես ակնկալում եմ տեսնել հայ կինոմասնագետներին Վենետիկում արդեն մի քանի ամսից։ Ես այժմ Կաննի կինոփառատոնում եմ և ես եկա հայկական տաղավար, որովհետև ամեն տեղ տեսնում էի այս ամսագիրը, ինչպես քաղաքում, այնպես էլ կինոշուկայում ամեն օր։ Այն այնքան գեղեցիկ էր, որ երկու օրինակ են վերցրել, մեկը կարդալու համար, մյուսը պատին փակցնելու։ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ ստեղծվող այս արձանը իսկապես հիասքանչ է և մեծ հաճույքով կայցել ենք Հայաստան ու կտեսնենք այն իրականում։ Գիտեմ, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է աշխարհում, նաև բացառիկ է իր մշակույթով և արվեստով։ Ես շատ ուրախ եմ տեսնել Կաննի official ժուրնալում մեր Հայաստանի մասին այս ծրագիրը նախագիծը, որտեղ որ ասվում է մենք կարող ենք կազմակերպել նկարահանման պրոցեսներ Հայաստանում։ Հայաստանը ոչ միայն բացառիկ վայր է ֆիլմեր նկարահանելու համար, այլ երկիր է, որի հին էպիկական պատմությունը պետք է անպայման հայտնվի համաշխարհային կինոպատումներում։ Ֆիլմարտադրողների ֆեդերացիայի և Գագիկ Ծառուկյան հիմնադրամի գործակցության մասին այս բառերով է ավարտվում կինոլրագրող Լիզա Ֆորմանի արդեն լայն տարածում գտած հոդվածը։ Ալլա Դավթյան, Էպիկենտրոն։